Քենզի ֆենտեզի արկածային ֆիլմում Ազնավուրի հերոսը Կուզիկ Աշպարարն է, որը էքսցենտրիկ, անիրական և զվարճալի կերպար է։ Այս ֆիլմում մեծ շանսոնիեն ցուցադրել է իր կատակերգական տաղանդը, նկարահանվելով համաշխարհային աստղեր Մարլոն Բրանդոյի, Ջեյմս Քոբերնի և Ռինգո Ստարի հետ։ Խաղեր սպորտային դրամայում Ազնավուրը մարմնավորել է օլիմպիական խաղերին պատրաստվող չեխ վազորդ Պավել Վենդեկին։ Նկարահանումներին 45-ամյա Շարլը փայլել է իր գերազանց ֆիզիկական պատրաստվածությամբ։ Նրա կարիերայում սա կարևոր անգլերեն լեզվով դեր էր, որտեղ նա նկարահանվել է Մայքլ Քրոուֆորդի և Ռայան Օունիլի հետ։ Արկածախնդիրները ֆիլմում Շարլ Ազնավուրը խաղում է հարուստ և ազդեցիկ Մարսել Կամբիոնի դերը, որը սերտ կապեր ունի բարձր հասարակության և քաղաքական էլիտայի հետ։ Այս դերը Հոլիվուդում ամրապնդվելու հնարավորություն էր Ազնավուրի համար, որի խաղը քննադատների կողմից գնահատվեց որպես զուսպ և պրոֆեսիոնալ։ Առյուծի բաժինը քրեական դրամայում Ազնավուրը մարմնավորել է գրող Էրիկ Շամբոնին։ Նրա մանկության ընկերը Մորիսը համոզում է Էրիկին միանալ հանցախմբին, որպեսզի վերջինս մշակի բանկի կողոպուտի կատարյալ ծրագիր։ Այս դերը համարվում է Շարլ Ազնավուրի և Ռոբեր Հոսեյնի լավագույն համատեղ աշխատանքներից մեկը։ Հիասքանչելի հոգեբանական թրիլերում Ազնավուրը խաղում է տեսուչ Լերուայի դերը, որը հետաքննում է գլխավոր հերոսի Ալենի կնոջ առեղծվածային ինքնասպանությունը։ Ազնավուրի խաղը ընդգծված զուսպ է, ինչը բնորոշ նրա 70-ականների լուրջ դրամատիկ դերերին։ Բլոքհաուս դրաման մի խումբ գերիների մասին է, որոնք ռմբակոծության հետևանքով արգելափակվում են Պարենի հսկայական պաշարով լի ստորգետնյա բունկերում։ Ազնավուրի հերոսը Վիսկոնտին շատ լավ փոխանցում է վախը, հուսահատությունը և գոյատևելու պայքարը։ Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա։ 10 փոքրիկ նեգրեր ֆիլմը նկարահանվել է Ագաթա Քրիստիի հանրահայտ վեպի մոտիվներով։ Շարլ Ազնավուրը մարմնավորել է էստրադային երգիչ Միշել Ռավենին։ Ֆիլմում ուշագրավային տեսարանը, որտեղ Ազնավուրը դաշնամուրի մոտ կատարում է իր հանրահայտ հնաոճ հաճույքներ երգը։ Երկնային հեծյալներ մարտաֆիլմում ահաբեկիչներն առևանգում են հարուստ գործարարի ընտանիքին։ Ազնավուրն իր հերոսին, կապիտան Նիկոլիդիսին օժտել է պրոֆեսիոնալիզմով և մի փոքր հեգնանքով։ Նրա համար սա հերթական հաջողված նախագիծն էր հոլիվուդյան աստղերի հետ նույն նկարահանման հրապարակում։ Թիթեղյա թմբուկը ֆիլմում Ազնավուրը մարմնավորել է հրեա խաղալիքագործ Մարկուսին։ Այս դերը բարձր է գնահատվել քննադատների կողմից որպես հալածյալ մարդու ողբերգության զուսպ և խորը մարմնավորում։ Ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի ոսկե արմավենու ճյուղին և Օսկարի որպես լավագույն օտարալեզու ֆիլմ։ Գլխարկագործի ուրվականները քրեական դրամայում Շարլ Ազնավուրը խաղում է հայ դերձակ Կաշուդասի դերը։ Քննադատները նշում էին, որ այս ֆիլմում Ազնավուրը գործնականում խաղում է աչքերով և փոխանցում է զգացմունքների ողջ ներկապնակը, հետաքրքրասիրությունից մինչև կաթվածահար անող սարսափ։ Կլոդ Լելուշի «Կեցցե կյանքը» ֆիլմում Ազնավուրի կերպարը Էդուարդ Թագվորյանը ատոմային պատերազմը կանխելու նպատակով ստեղծում է այլուրակայինների մասին խաբկանքը, որոնք իբր մարդկությանը ներկայացնում են իրենց պահանջները։ Ֆիլմում հանդես է եկել նաև Շարլոտա Ռեմփլինգը, Միշել Պիկոլին և Ժան-Լուի Տրենտինյանը։